Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է Սպուտնիկ Ադրբեջան գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին եւ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Ավելի վաղ Սպուտնիկ գործակալությունը հայտնել էր, որ Բաքվի անվտանգության ուժերը անհեթեթ մեղադրանքով որպես Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության գործակալ ձերբակալել են 2 ռուս լրագրողի։ Երեքշաբթի Վորոնեժում ձերբակալել են քաղաքի շուկաներից մեկի սեփականատեր ադրբեջանցի Յուսիֆ Հալիլովին։ Մեկ ժամ անց Եկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալի դաշնային շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավարը։ Վերջինիս ավելի ուշ ազատ են արձակել։ Մեքսիկայում մասնավոր տիակիզարանում հայտնաբերվել է 381 դի կուտակված տարբեր սենյակներում։ Ըստ նախնական տվյալների մահացածների հարազատներին մոխրի փոխարեն այլ նյութեր են հանձնել։ Երեքշաբթի երեկոյան Եմենի հուսիները հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, երկրի որոշ շրջաններում օդային տագնապի ազդանշան է հնչել, հայտնել է Ցախալը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրթիռը կարողացել են որսալ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ ռուսական կողմը հարվածել է Խերսոնի հիվանդանոցներից մեկին, վիրավորվել է 8 մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի մասին համաձայնագրի կնքման անհրաժեշտ պայմաններին եւ կոչ է արել Համասին ընդունել առաջարկը։ Համաձայնությունից մի քանի ժամ անց իսրայելական ուժերը Գազայի հատվածում սպանել են 109 պաղեստինցու, այդ թվում երեխաների, որոնք մարդասիրական հիմնադրամի օբյեկտներում սննդի փաթեթներ էին ստանում։ Սվետլանա Թորոսյան, Գարդիկ Նահապետյան, ABC Media։